եթե մենք մեր կյանքի առաջին ծրագիրը անցած չենք լինում, ապա այն բացասական էֆեկտ է ունենում հաստատ 25 տարեկանում։ Իսկ եթե մենք մեր կյանքի ծրագիրը ճիշտ ենք անցած լինում առաջին, մենք դրա համար խրախուսանք ենք ստանում 25 տարեկանում։ Մեր երկրորդ ծրագիրը սկսում է գործունեության մեջ մտնել մինչև 30-33 տարեկանը, դա մեր ծննդյան ամսվա ծրագիրն է, եւ այստեղ եւս մենք անելիք ունենք, աշխատանքներ ունենք, եւ ինչպես նշեցի, եւ ծննդյան օրը, եւ ծննդյան ամիսը դրանք թվեր են, որոնք մենք կարող ենք ապրել եւ դրական եւ բացասական տեսանկյունից։ Ամենակարևոր ծրագիրը, որ մտնում է գործունեության մեջ, դա 33 տարեկանում ձեր ծննդյան, բոլորիս ծննդյան տարեթիվն է եւ մինչեւ իր գործունեությունը կարող է տևել մեր կյանքի ավարտը։ Եվ սրա հիմքի վրա է հետագայում նաեւ ձևավորվում մեր հարաբերությունները եւ մեր առողջական վիճակը։ Եվ սրանով է պայմանավորված մեր առաքելությունը կյանքում։ Եթե մենք կյանքի տարեթվի վրա ճիշտ չենք աշխատում, այսինքն այդ ծրագիրը ճիշտ չենք ապրում, մենք հետո խութեր ենք ունենում հարաբերություններում եւ առողջական մեծ խնդիրներ ենք ունենում։ Եթե օրինակ մարդը 38 տարեկանում է եւ նոր է իմանում այս ծրագրերի մասին, այսինքն մինչ այդ անտեղյակ է եղել այս ծրագրերին, ինչ պետք է անի։ Պարզապես պետք է աշխատի այն երկու ծրագրերի վրա, որոնք չի աշխատել, եւ բացասականները փոխի դեպի դրականը։